Բարի երեկո սիրելի իմ հետևորդներ, իմ ֆեյսբուքյան ընկերներ, մեր հայրորդիներ, հավատացյալ եղբայրներ եւ քույրեր։ Աստծո ձայնը հաղորդաշարը այսօր կարճ ուղիղ եթեր կհեռարձակի, կխնդրեմ միացողներին անմիջապես տարածել այս եթերը, լինելու է շատ հակիրճ, բայց շատ կարևոր։ Եվ ինչպես որ ավանդության համաձայն պիտի նախաղոթենք եւ պիտի խնդրեմ, որ բոլորը տարածեք, որպեսզի այս եթերը հասանելի դառնա շատ շատերին։ Եվ իհարկե բոլոր հնարավոր միջոցներով նաեւ փոխանցեք մյուսներին։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Ըս գործը ձերած մերոց ուղիղարայ մեզ Տեր, եւ զգործը ձերած մերոց հաջողյա մեզ։ Փառքոր եւ որդվո եւ օգվույն սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Տուր ինձ իմաստությունս բարիս խորհել, եւ խոսել եւ գործել հարաճի քո ամենայն ժամ։ Իչար խորորթոց, իբանից եւ գործոց փրկյազիս եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս ամեն։ Ահավասիկ սիրելիներ, այսօր ես կուզեմ իմ այս խոսքը, իմ ուղիղ ուղերձը, որը ուղված է համայն հայ քրիստոնյաներին, հետեւյալ տողերով բացեմ։ Զգործը ձերած մերոց ուղիղ արայ մեզ Տեր, ինչպես որ աղոթեցինք, եւ զգործը ձերած մերոց հաջողյա մեզ։ Այո, մենք միշտ աղոթում ենք մեր Տիրոջը, որ նա հաջողություն պարգևի մեր բոլոր բռնած գործերին, որ նա ուղղի մեզ եւ ճիշտ ճանապարհի վրա դնի, քանի որ մենք մահկանացուներս շատ անգամ չենք կարող ճիշտ կողմնորոշվել եւ իհարկե կարող ենք լինել սխալվել։ Բայց գիտեք, բաներ կան սիրելիներ, որոնք ակնհայտ բաներ են եւ ճշմարտություններ են, եւ այսօր ես մեծ ցավ եմ ապրում, երբ լսում եմ, որ խեղաթուրվում է ճշմարտությունը եւ ինչպես մարդիկ կարողացել են տանել աշխատանք, մանիպուլյացնել այն པարզ ճշմարտությունը, ինչպես կարողացան այլասերել եւ այլ լույսի ներքո ներկայացնել։ Խոսքը ձեռնադրության խորհրդի մասին է։ Ես շատ եմ անդրադարձել, նույնիսկ խոսք եմ տվել այստեղից։ Ինչ ասեմ, ասել եմ, որ չեմ խոսելու այս մասին, բայց ստիպված եմ նորից անդրադառնալ, որովհետև ես տեսնում եմ սպեկուլյացիա։ Ես տեսնում եմ մամուլն է անում։ Այդ բոլորը ստեղծում է զանգվածային լրատվական միջոցների այս խաժամուժը, հա։ Այդ դաշտն է աղտոտված։ Եվ իրենք, քանի որ տգետներ են, կամ հատուկ միտումնավոր են անում, որտեղ իրենք տգետ լինելով այնուամենայնիվ կարող են կոնսուլտացիաներ ունենալ եւ ի վերջո լուսաբանվել, իմանան ճշմարտությունը։ Իմ խոսքերը հեշտ են ստուգվում, հասկանում եք, իսկ իրենց խոսքերը նրանք չեն կարող ապացուցել։ Օրինակ մեկը, որ ասում է, որ այս մարդը կարգայլույց է, մյուսը կարգայլույց է, ինքը չի կարողանալու բացատրել, այ ես կուզեմ, որ մարդիկ առհասարակ տաղավարներում եւ ամենուրեք, որտեղ որ հնչում է նման մեղադրանքը, հարց տան տվյալ լրագրողին, տվյալ անձանց, ովքեր որ այս բանը հրապարակ են նետել, այս գաղափարախոսությունը, ինչ է նշանակում կարգայլույց լինելը։ Քանի որ մարդիկ կգնում են, անտեղյակ են եւ լրագրողները շատ հեշտությամբ կարողանում են խաբել, ստել, զբաղվել կեղծիկով։ Ես այստեղից կոչ եմ անում բոլոր լրատվական ընդդիմադիր, ուզում եմ ընդգծել, դաշտի ուրեմն ներկայացուցիչներին, բոլորին, լրագրողներին, այս իմ ուղերձը լրագրողների համար է։ Ես խնդրում եմ ձեզ, սիրելիներ, կազմակերպեք ինձ հետ հարցազրույց։ Ես ձեզ պիտի այնտեղ բացատրեմ, բայց պիտի խոստակ, որ ուղիղ եք հեռարձակելու այն խոսքը, որը ես, այսպես ասած, հնչեցնելու եմ ձեր տաղավարից։ Վստահաբար գիտեմ, որ որևէ մեկը չպիտի արձագանքի։ Գիտեք ինչի, որովհետև իրենք արդեն իսկ վախեցած են։ Իրենք շատ լավ ճանաչում են ինձ, բոլորը Հայաստանում ինչքան լրատվական միջոց կա, ինձ ճանաչում է 5 մատի պես։ Հավատացեք, որ միջկա մի մամուլ Հայաստանի մեջ, որը որ ամեն օր աղտոտ այս ջրերը թափում է հայ ժողովրդի գլխին, որոնք խափում են հասարակությունը, որոնք մոլորության մեջ են գցում տարբեր հասարակական շերտերը, որոնք անում են իրենց չար գործերը, իրենք բոլորը ճանաչում են Տեր Սահակ Քահանա Գալստյանին, բոլորը։ Որովհետև ուշով հետևում են իմ խոսքերին։ Եվ դրա համար չեն կանչում ինձ, քանի որ չեն կարողանալու տակից դուրս գա։ Պիտի այնտեղ վերջանան։ Ես ասում եմ, ես ոչ մի հարցից չեմ վախենում, խեղդեք ինձ հարցերով, ամենա սարսափելի հարցեր հանեցեք։ Նախապես մի ասեք ինձ, ինձ պետք չի, որ ես նախապես իմանամ ինչ հարցեր եք տալու։ Ես պատրաստ եմ ձեզ հետ այս հարցերը քննարկելու
առանց նյարդերի, առանց որևէ բաների, բացարձակապես շատ հանգիստ բանով, ծիծաղելով, շուլուխ անելով, ձեզ հետ շատ բարեհամբույր խոսելով, բայց դուք չեք անելու, քանի որ դուք գիտեք նախապես, որ վերջանալու եք եւ խայտարակ եք լինելու։ Իհարկե, քանի որ դուք լրագրողներ չեք, շատ կներեք ինձ։ Դուք եթե մոնոլոգ եք տանում, չէ՞ որ նրանք տալիս են հարց, այդ հարցին իրենք նախապես գիտեն ինչ պատասխանը պետք է հնչի, այդ պատասխանը փաթաթում են վզին։ Օրինակ եմ բերում։ Հա, կարծեմ 3, եթե չեմ սխալվում, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, որը պիտի ասեմ շատ բազմավաստակ հոգևորական է։ Այդ հոգևորականը, որը որ ժամանակին եղել է քարոշչական կենտրոնի տնօրեն, ուսյալ, կրթյալ, բացառիկ մտավորական հոգևորականներից է։ Իմիջիայլոց պիտի ասեմ, չկան այսօր պիսի մարդիկ, կամ մատների վրա կարող են քաշել, շատ լավ անձնավորություն է։ Իրեն լրագրողը Ազատության այս ռադիոկայանի փորձում էր ուրեմն բանի մեջ դնել, հա, անհարմար վիճակների մեջ դնել եւ քայլելով սրբազանը խոսում է, ինքը չի լսում, թե ինչ է սրբազան հայրը իրեն պատասխանում, ինքը իրանն է պնդում։ Դուք հասկանում եք, իրենն է պնդում։ Մարդը պարզ ասում է, ես մայրաթորն եմ, գնա հարց ուղի նրան, ով որ նման, ինքը դա իհարկե քաղաքակիրթ ձևով ասեց, բայց ես բաց եմ ասում, ով որ նման էշշությունն է դուրս տալիս։ Ասեց բա պատարակ չէ, բա ինչ էր։ Այսինքն, տեսեք, սուրբ եւ անմախ պատարակը շատ ճիշտ պատասխանեց սրբազանը, հենվելով մեր Աստվածաշունչ Մատթեյանի խոսքերի վրա։ Տերը ասում է, ուր որ 2 կամ 3 հոգի կհավաքվեն իմ անունով, ես պիտի այնտեղ ներկա լինեմ, նրանց մեջ պիտի լինեմ։ Հետևաբար այս սրբազան արարողությունը եւ առհասարակ ցանկացած արարողություն, եկեղեցում կա ժամերգություն, կա պատարակ, կարող ուղղակի աղոտ քնչել, հա, կարող է ուղղակի հոգեվոր զրույց տեղի ունենալ կամ քարոզ լսեն։ Ինչ որ տեղի է ունենում, Հիսուս Քրիստոսը ներկա է այնտեղ։ Այդ պարագայում մարդը, ով որ լրագրող է, նա չի լսում, չի ուզում, որտեվ իրեն դա ձեռ չի տալիս։ Իրեն ինստրուկցիա են տվել, ինչ պետք է նա կորզի։ Ինստրուկցիա է ստացել։ Այդ ինստրուկցիայի համաձայն նա համաձայն չի այդ պատասխանի։ Նա կրկնում է աբրակադաբրան, այն որ մայրաթորը, հա, մայրաթորի անունից հանդես եկող ստահակները։ Ես այդպես կձևակերպեմ։ Դե մայրաթորը չի կարող խոսել։ Մայրաթորը անշարժ գույք է, կարճ ասած, հա։ Գահը չի կարող խոսել, կամ եկեղեցու պատերը չեն կարող խոսել։ Մայրաթորի անունից, այսինքն պաշտոնական այդ կառույցի անունից հանդես եկող սատանեկը անվանում են Սուրբ եւ անմախ պատարակը, որը եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է, դա հաղորդության խորհուրդն է, անվանում են սրբապղծություն, բեմադրություն, չգիտեմ, բեմականացում եւ այլն։ Ասեց վարչապետը, ինչպես բոլոր մնացյալ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, այդ երկրի քաղաքացիները կարող են ազատ լինեն եւ ամենտեղ գնալ, որտեղ որ սիրտը քաշում է, որտեղ որ նրանք ուզում են աղոտ կմատուցել, ուզում են հոգեվոր հանդիպում ունենալ Հիսուս Քրիստոսի հետ եւ իրենց որտեղ որ հոգեպես լավ են զգում։ Ազատ են մարդիկ, որտեղ ուզեն այնտեղ կգնան։ Այդ հիմա լրագրողը նորից է ասում։ Ասում է, որ պաշտոնական Էջմիածինը ինքը ուրիշ ձև է, իհարկե մայրաթոռ է մենակ բանի պես թութակի պես կրկնում, բայց ես եմ արդեն ասում պաշտոնական Էջմիածինը սա հաղորդագրությամբ տարածել է, որ եւ անվանել է, որակավորել է, որ դա եղել է ուրեմն սրբապիղծ մի գործողություն, որը կատարել է քահանային անվանում է աշխարհի կանոնով, ինչ անընդունելի է, եւ ուզում եմ մեր ժողովրդին այս կեղծիկը մատուցել իբրև ճշմարտություն։ Ուրեմն հիմա այստեղից ես ուզում եմ ձեր աչքերը բոլորին բաց անել։ Եվ բոլորը որ լավ ականջները լսեն, բացեն ականջները լսեն, կարող են խուլ եք դուք։ Լրագրող կոչեցյալ, սահակներ, աֆերիստներ, ովքեր որ լափամանից եք օգտվում այս կամ այն, ուրեմն քրեաօլիգարխի կամ ինչ որ մի սահակի ռոբասերժական մաֆիայի։ Դուք խուլ եք, թե անուղեղ, ինչն է խնդիրը, առողջական խնդիր ունեք, հոգեկան խնդիր ունեք, միթե դուք չեք հասկանում, որ այս մասին կա եկեղեցում ձևավորված աստվածաբանական դիրքորոշում, որը ձևակերպել է ոչ թե Տեր Սահակը կամ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, կամ չգիտեմ մեկ այլ հոգևորականը, սա գալիս է առաքելական դարերից, սա գալիս է մեր եկեղեցում
կանոնակարգից գործող, իսկ մեր կանոնները հիմք են առնում, արմատներն են առնում առաքելական դարից, որովհետև առաքելական հենց դրա համար են կոչում կանոնները։ Ըստ որի համաձայն դիեզերական Քրիստոսի եկեղեցին, ոչ թե մենակ հայաստանյաց եկեղեցին, բոլոր պաշտոնական եկեղեցիները, որտեղ որ այդ խորհուրդը կատարվում է, ձեռնադրության խորհուրդը, նա անկրկնելի է, չի կարող կրկնվել։ Ինչ է դա նշանակում։ Որ քահանային երկրորդ անգամ նորից քահանա չես կարող ձեռնադրես։ Երկրորդ, երրորդ անգամ եւ այդպես շարունակ չես կարող։ Մի անգամ է դա լինում։ Ինչպես որ մկրտության խորհուրդը չի կարող կրկնվել։ Մկրտությունն էլ մեկ անգամ է մկրտվում կյանքում։ Ხო չէ գնում տարին մեկ մկրտություն ստանում, ոչ։ Այնպես էլ ձեռնադրության խորհուրդը չի կարող կրկնվել։ Եվ մյուսը, որը նմանապես նույն այս խորհրդի մասին խոսուն խոսք է, դիրքորոշումն է աստվածաբանական, եկեղեցու կանոնն է։ Չի ջնջվում, չի վերացվում։ Այսինքն չես կարող մեկին ձեռնադրել եւ հետո հայտարարել, որ այս մարդը այլևս հոգեվորական չէ։ Աշխարհականն է, աշխարհականների դասին է դասվում, իր անունը վերադառնում են աշխարհի կանոնին, ինչ որ паспорտի մեջ գրված է կամ ավազանի անունով են ասում, չգիտեմ։ Այսպես ձևակերպում են տալիս եւ տարիներ շարունակ կտրիչ ներսիսյան սատանան, հիմա ես բացատրեմ ինչի եմ ես Գարեգին երկրորդ կաթողիկոս կոչեցյալին ասում եմ իր աշխարհական անունը, որպեսզի շահարկում չլինի։ Ճիշտ է, այդ հարցին այսօր երկրի վարչապետը պատասխանեց, ասելով, որ մենք կաթողիկոս չունենք։ Չունենք մենք կաթողիկոս։ Եվ տեսեք, լրագրողներին նմանապես հարցեց, ինչի չեք գնում, ասում է, չեք հարցնում, ինչի չեք գնում մեկ անգամ, գոնե ձևի համար գնաք Էջմիածին, կանգնեք այդ նույն ձևով, ինչպես որ միկրոֆոնները քաղաքացիական պայմանագրի կուսակցության կամ իշխանական այս բոլոր ամարտկանց պաշտոնյաների բերանն եք խոթում, այդ նույն ձևի խոթեք Կտրիչ Ներսիսյանի բերանը կամ իր մամլո խոսնակի բերանը կամ որևէ մի Նանար, Նաթան, Նատաշա, ինչ են ասում այդ Բոզի Լակոտին, այդ խուլիգանին, հա, այդ Նաթան չարքեպիսկոպոսին։ Իր բերանը խոթեք եւ ասեք, որ արդյոք ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ունի դուստր, թե ոչ։ Արդյոք ինքը շնացել է պարկել էկնիկների հետ, թե ոչ։ Գնացեք հարցրեք, տեսնեք ինչ են պատասխանելու, ինչի չեք գնում։ Գիտեք ինչի չեք գնում, որտեղ լավ պատասխանը գիտեք դուք։ Որտեղ դա ապացուցված է, դա այդքան ակնհայտ բան է, որ այդ աղջիկը կա ապրում է։ Ու պիտի դնի։ Աղջիկը ասեղ չի որ կորցնի։ Ապտեկա գնացեք, ապտեկա, դեղատուն։ Այդ աղջկան կհանդիպեք իր դուստրին, եղբայր։ Ինչի չեք անում։ Ուրեմն սիրելի լրագրող, եղբայրներ եւ քույրեր, ընդդիմադի, դաշտի, կարկառում ներկայացուցիչներ, հավասիկ, փարատելու համար ամեն տեսակի խոսակցությունները պատտվող այս երևույթի շուրջ, դուք ոչ թե հիմա, այլ պետք է առաջի իսկ վարդյանին, երբ որ հնչեց հայտարարությունը վարչապետի շուրթերից այդ մեղադրանքը, դուք պետք է ոչ թե գլուխ ցավացնեիք հարթակների մեջ, այլ ընդամենը մի պարզ գործողություն անեք, ուղևորվեիք Էջմիածին եւ այդ հարցը ուղղեք ձեզ սիրելի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ Ներսիսյանին։ Հարցնելով վեհապարտեր, արդյոք դուք ունեք խատուն անունով դուստր թե ոչ։ Արդյոք դուք կանանց հետ պարկել եք թե ոչ։ Ես իրան մենակ դրա մեջ չեմ մեղադրում, սիրելիներ։ Ես իրան մեղադրում եմ սոդոմական մեղքերի մեջ։ Ես իրան մեղադրում եմ շնությունների մեջ եւ այս մասին ես հայկական ժամանակի տաղավարից եմ հայտարարել, որ ինքը շնացող է։ Ինչի դատի չտվեց ինձ կամ հայկական ժամանակ այդ օրաթերթին, այդ պաշտոնական կա։ Ինչի չտվեց դատի։ Ժուրնալիստ Հերմինեին ինչի դատի չտվեց։ Ինչ խի դատի չտվեց։ Ուզում եմ հարցնել էլի։ Չէ որ հնչեց իմ բերանից այդ բանը, հայտարարությունը, որ ինքը շնացող է։ Գիտեք ինչի չի բան է անում, ականջները պրոպկա է դնում, փագում է, բերուշի, այն որ ասում են։ Դնում են, որ լողանալու ժամանակ կամ քնելուց, որ չլսեն այլ եւ այլ ձայներ։ Ինչի է անում այդ ձևը, որի պրտե չի լսում։ Քանի որ ոչ մի ասելու բան չունի, բացարձակապես, նա չի կարող որևէ դատարանի մեջ հայտնվել այդ մեղադրանքով իմ հասցեին։ Քանի որ ինքը մեղավոր է, ինքը այդ հանցանքի մեջ կա։ Դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը գնում։ Պարզ ճշմարտության մասին։ Ուրեմն առավել եւս այդքան ակնհայտ է այս ճշմարտությունին, որ դուք գրքերը կարող եք բանալ, սիրելիներ։ Խոմ Տեր Սահակը չի համոզում ձեզ դրա մեջ, սա Տեր Սահակի հորինածը չի։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին է տպել նաև, Դերենիկ եպիսկոպոսին, գնացեք, փնտրեցեք Էջմիածնում,
խնդրեք որևէ մի հոգևորական, որին ճանաչում եք, թող ձեզ բերի եւ այնտեղ կարդացեք եկեղեցական խորհուրդների մասին։ Եվ իմ ասածը այնտեղ կկարդաք։ Անդրադարձ արեք Աստվածաշունչ հին եւ նոր կտակարաններին, որի մասին իմ էջում ես դրել եմ, հղումները տվել եմ բոլորը, քանի անգամ նյութեր եմ հերարցակել եւ մանրամասն բացադրել եմ այս մասին, որ ձեռնադրություն որպես խորհուրդ անկրկնելի եւ անջնջելի խորհուրդ է, այսինքն քահանային ձեռնադրում ես, սրբալույս մյուրոնով ոցում ես, վերջացավ, վերջ։ Որ պարագայում կարող է լինել ձեռնադրությունը, այստեղից եկեք ձեզ ասեմ, անբավեր։ Ինչի է նաեւ առաքելական թղթերի մեջ նշվում, որ ձեռները շատ, այդպես ասում է, ամեն մեկի վրա մի դիր, արագ ձեռները մի դիր ամեն մեկի վրա, որովհետև ասում է հետևյալը. պետք է փորձես, պետք է տեսնաս տվյալ անձնավորությունը եւ պիտի վկայես իր արժանավոր անձի մասին, որ ինքը իսկապես արժանավոր մեկն է։ Այսա շատ կարևոր է, սիրելիներ։ Ուրեմն այստեղից ինչ է խոսում մեզ այս խորհրդի վերաբերյալ այս պատգամը, որ պետք է լրջորեն մոտենալ, եւ եթե ասենք պարզվի, որ եպիսկոպոս չի, ինչ որ մեկն է, հա, ինչ որ մի մարդը, որ աֆերիստ է, ինքը եպիսկոպոս չի, իրան եպիսկոպոսի տեղ է դրել, ու ինքը ձեռնադրություն է անում, իհարկե անբավեր է այդ ձեռնադրությունը, որտեղ դա կապիկություն է, խորհուրդ տեղի չի ունենում։ Եթե մերոնը իրական չէ, այլ ռիմայի եփած մերոնն է, դա էլ անբավեր է ձեռնադրությունը։ Եթե տվյալ անձը խախտել է կուսակրոնության ուխտը, թաքցրել է այդ փաստը, ինքը կուսակրոն է, ձեռնադրվում որպես աբեղա, կուսակրոն քահանա, բայց ինքը ամուսնացած է եւ թաքցրել է, անբավեր է դա իհարկե այդ ձեռնադրությունը։ Այսինքն բաներ կան, որոնք բխում են ինքնստինքյան տրամաբանությունից եւ այս ամենի մասին հստակ ասում է եկեղեցական կանոնները։ Եվ ոչ թե ուրիշ բան, որը որ փորձում են մարդիկ, ուրեմն խեղաթուրել ճշմարտությունը եւ իրականությունը։ Հետևաբար, սիրելիներ, Տեր Տարոն քահանան, Տեր Արամ քահանան, ինչպես մնացյալ բոլոր շուրջ 300 հոգիները, որոնք կարգազրկվել են իբր թե այս պոռնիկից, սատանա կտրիչ ներսիսյանից, նրանք բոլորն էլ հոգևորականներ են, օծյալ, եւ իրենք ինչ որ անում են, պատարակ կլինի, ժամերգություն կլինի, որևէ տիսական արարողություն, խորհուրդ կլինի, ինչ որ անեն իրենք, քարոզ կխոսեն, ինչ որ անեն, բոլորը Աստծո մոտ ընդունելի է եւ բավերական է եւ երբեք չի կարող համարվել սրբապիղծ։ Ինչի՞ եմ ես կրկնում, վերադառնում եմ այս հարցին, որ կտրիչ ներսիսյանին, հա, անվանում եմ ոչ թե Գարեգին երկրորդ, ես երբեք իրեն Գարեգին երկրորդ, եթե դուք լսել եք իմ եթերները, բոլոր, կյանքում չեմ, ես իրան միշտ ձեռ եմ առել, ասել եմ Գարեգին B, այդ B-ն միշտ շեշտել եմ, B եմ ասել իրեն, որ ինքը լավ հասկանա ինքը ով է, բառից բուն իմաստով, այնց դրա համար եմ B ասել, թե չէ ինչի՞ պիտի B ասել, պիտի ասել Գարեգին երկրորդ։ Ուրեմն, բայց հիմա դա չեմ ասում ինչի համար, քանի որ պետական մակարդակով հաստատվեց այն, ինչ որ ես իրեն մասին ձեզ հայտարարել էի առաջներում, որ այս մարդը խախտել է, դրժել է կուսակրոնության ու աղքատության ուխտերը, երկու ուխտն էլ ինքը դրժել է, խախտել է, ուխտազանց տականք է նա, խաչագող սրիկա է, այդպես ոչ չեմ որ ասում եմ, հենց ուղղակի դուրս չի գալիս այդ մարդը, ես իրեն մեղադրում եմ ամեն ինչի մեջ, ոչ, ես ասում եմ միայն ու միայն ճշմարտությունը։ Հետևաբար, սիրելիներ, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ըստ այս խորհուրդների, 7 խորհուրդներից մեկը, որը կազմում է հենց ձեռնադրության խորհուրդը, պետք է չդառնա սպեկուլյացիայի եւ շահարկման առարկա։ Այս սա է սրբապղծությունը, երբ որ անտեղյակ մարդկանց, որոնք չգիտեն այս բաները, հա, այդ նրբությունները չեն հասկանում։ Եվ բազմաթիվ են այդպիսի մարդիկ Հայաստանում, իցավ սիրտ պիտի արձանագրենք, որ Հայաստանի ժողովուրդը չգիտի, կրոնական գիտելիքներ չունի, կամ շատ մակերեսորեն են, նույնիսկ հավատացյալների շրջանակում այս գիտելիքները։ Ուստի նման ստոր մարդիկ, ովքեր որ միտումնավոր ուզում են խեղաթուրեն ճշմարտությունը, իրականությունը, փաստը եւ այլ բանի լույսի ներքո ներկայացնել այս կամ այն երևույթը, այն նրանք գործում են մեծագույն սրբապղծություն։ Ես լսեցի նաեւ մյուս եպիսկոպոսների, Աբրահամ Սրբազանը փախավ բանից։ Նավասարդը պահկվեց, մտավ նորից ուրեմն իր բանի մեջ։ Ժողովուրդ լրագրողներից խուսափեց խոսելուց։
Տեսնում եք, չէ՞ ոնց են իրանք սպահում։ Մյուսն էլ կար, անուն ինչ էր մյուսի։ Հա, խաժակը։ Խաժակն էլ ասեց հակականոնական է։ Խնդրեմ։ Ամոթ չեն անում այս մարդիկ։ Ես ուղղակի գիտեք ինչ, ստեղից մի հետևություն եմ անում, քանի որ նրանք մեղքերի մեջ են։ Սա գալիս է դրանից, իրենց մեղավոր վիճակից է գալիս։ Նույնը Երուսաղեմի հայոց պատրիարքը Կովերի Պարտեզի խարդախ պատմությունն է։ Իրեն տրտել, որ ինքը հրաժարվի իր նախկինում այն հրապարակային, հա, բաց նամակներից, որոնք ուղղակի ճչացող ահավոր մեղադրանքներ էին։ Այնտեղ ինչ ասես ասվել է։ Ինչ ասես, ես դա հրապարակել եմ եւ նույնիսկ ուղարկել եմ Նիկոլ Փաշինյանին եւ պատկան մարմիններին, նրանք ծանոթացել են այդ նամակների հետ։ Ծանոթացել են նաեւ Մեսրոպ arczepiskopos Մութափյանին, Կոնստանտինոպոլի հայոց պատրիարքի, որ այժմ հանգուցյալ է, նրա նամակի հետ։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, սիրելիներ։ Այն մարդիկ, ովքեր որ ուզում են շրջանցել նման հարցերը կամ խափում են միտումնավոր ժողովրդին, հիմարացնում են, դեզինֆորմացիա են տարածում, նրանք սրիկաներ են կամ ունեն մի բան թաքցնելու։ Մասնավորապես այդ բարձրաստիճան հոգևորականները, քանի որ իրանք մեղքերի մեջ են թավալ գալիս։ Իսկ Կտրիչ Ներսիսյան այդ բոլոր փաստերին տիրապետում է, այսինքն ունի իրանց համար շատ վատ սուրպրայզ, լծակ ունի ազդելու, իրենց լեզուն կարճացնելու։ Այդ դրա համար այս մարդիկ չեն կարողանում հստակ դիրքորոշում ունենալ։ Հիմա տեսնում ենք, այդ ժողովը արդեն վաղը վերջին օրն է, սիրելիներ։ 27-ին ներողություն, ամսի 7-ն է վաղը, հա։ 7-ին ուրեմն վերջի օրն է եւ հավաքվում են բոլոր եպիսկոպոսները, թեմակալ առաջնորդները։ Եվ ես կտեսնամ այն ժամանակ ինչ է այնտեղ խոսվելու։ Ինչ է խոսվելու վերջում։ Այսինքն երբ որ ժողովը ավարտվի, մենք երևի ամսի արդեն 8-ին պիտի իմանանք եւ ամփոփենք այս ամենի արդյունքները։ Բայց ես այստեղից կարող եմ հաստատ ասել, որ այս հարցը միայն ու միայն պետական մակարդակով պետք է լուծվի։ Այսինքն առանց պետության միջամտության ես ուզում եմ այստեղից հորդորել պետական եւ պաշտոնյաներին եւ բոլոր պատկան մարմիններին, ասելով հետեւյալը, որ երբեք մի մտածեք, որ եկեղեցու ներսից այս հարցը կլուծվի։ Ես ամենայն դեպս այդ հույսերը չունեմ։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ միջավայր է այնտեղ տիրում, ինչ մթնոլորտում են, ինչ բռնաճնշումներ են բանեցնում այդ մարդկանց վրա, քանի որ դրանք բոլորն խոցելի մարդիկ են, քանի որ նրանք ունեն իրենց հանցանքները։ Եվ այդ բոլորը հայտնի է Կտրիչ Ներսիսյան սատանային, նա իրենց մանիպուլացնում է։ Ու վերջացավ, հասկանում եք դուք ինչ է կատարվում։ Գիտեք ինչի Արշակից չազատվեց, որովհետև Արշակն էլ իր վրա միլիոնները Ղարաբաղը դնի եւ դուք կտենաք տկլոր Գարեգինը, Կտրիչ Ներսիսյանը ոնց ավեհարանում բան անում։ Ընկած է այս հավաքարարների հետևից։ Դուք դա կարող եք դա տեսնել։ Դրա համար Արշակը իրեն ասել է, որ խելոք մնա վերնգի տեղը, եթե դու հանկարծ ինձ բան ասես, վաղը այդ վիդեոն կհայտնվի համացանցում։ Եվ բոլորը կտեսնան Գարեգինի մեկ լինելու ուրեմն այս վիճակը։ Այս սա է, ամբողջ բանը դրա մեջ է, որ նրանք խուլիգաններ են։ Ես ասեցի, նրանք խուլիգաններ են։ Այսօրվա եկեղեցին հայտնվել է խուլիգանների ձեռքը եւ ցավալին այն է, որտեղ նրանք սովոր են ստի մեջ ապրելու եւ ապրեցնելու մարդկանց։ Նրանք սովոր են կեղծիկներին։ Այս ամենին նրանք սովոր են շատ լավ։ Եթե նրանք սովոր չլինեին, ահավասիկ ինչ պիտի նրանք խոսեին։ Նրանք ոչ մի խոսելու բան չէին ունենա։ Նրանք ունենային գործ։ Եթե նրանք մաքուր լինեին, չլինեին այս ամենի մեջ, նրանք գործ կունենային։ Եվ այդ գործը կլիներ շատ կոնկրետ, Կտրիչ Ներսիսյանին նրանք կվերցնեն ակաժի դուրս կշպրտեին։ Ու ուրիշ ոչ մի բան չէ լինի, որտեղ ինքը դրանց վրա չէր կարողանալու հակազդել։ Եթե դրանք մաքուր մարդիկ լինեն, բայց քանի որ դրանք նույն պատմության մեջ են, իհարկե ասում են, որ մի համեմատեք, ես մենում նա շատ ավելի մեղքեր ունի, մենք ավելի քիչ ունենք, բայց մեղքը մեղք է։ Ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի։ Եթե մարդը ուխտը դրժել է, ու արդեն վերջացած է այդ մարդը։ Վերջացած է այդ մարդը։ Ես կրկնում եմ, սիրելիներ, մենք ապրել ենք այս ամբողջ ընթացքում մի իրավիճակի մեջ, երբ որ կեղծիկը ընդունվել է, հասարակությունը կուլատվել եւ ընդունել է դա որպես հալած յուղի տեղ, հա, ինչ որ ասվել է, կամ իսկապես այդքան հիմար է եղել հասարակությունը, որ հավատացել է, ինչին ես չեմ հավատում, որտեղ հայ ժողովուրդը խելացի բավականին եւ իմաստուն ժողովուրդն է, հա։ Սա ինչ որ աֆրիկյան են ապաչի բաների, չգիտեմ, այնպեսի մի երկրի ժողովուրդը չէ, վայրակ։ Կամ այստեղ այդքան հմտորեն կարողանում են բաներ, բացատրություններ, հա, տալ կեղծ այլ լույսի տակ ներկայացնելով,
Եվ իհարկե անտեղյակ լինելով եկեղեցական բանից, որ մարդիկ ուրեմն ինչ որ տեղ սկսում են տատանցումի մեջ լինել կամ մինչև վերջ չհավատալ, բայց շատ հեշտ ձև է կա ստուգելու։ Այն խոսքը շատ հեշտ ձև է կա ստուգելու, սիրելիներ։ Ես կրկնում եմ։ Եթե ունենք ձեր ձեռքի տակ Աստվածաշունչ մատյանը, գալիս եք իմ էջին, գտնում եք այդ հոդվածը, որտեղ խոսվում է ձեռնադրության խորհրդի մասին, եւ այնտեղ դուք կտեսնաք, որտեղ որ ես մատնանշել եմ, թե որ գիրքը, որ տողը, որ համարը, ամեն ինչ նշված է իմ մոտ։ Եվ ստուգեք, կարդացեք ու տեսեք, որ ինչ որ ասվել է իրականություն է։ Բացի դրանից կրկնում եմ, հանեցեք այդ մեջտեղ այդ Դերենիկ եպիսկոպոսի գիրքը նմանապես ընթերցեք։ Ուստի մանիպուլյացնելը շատ հեշտ է։ Եթե դու խաբում ես մարդկանց, փող ես ստացել կամ ծրագիրդ քո արչև պայմաններ են քաշել, ծրագիրդ ինչն է, որ դու պետք է խաբես եւ դրա դիմաց պետք է կամ բարձրադրվես կամ կարիերատ պիտի լավացնես կամ չգիտեմ ավելի շատ քեզ հարտակներ, ավելի լավ հարտակներ քեզ տրամադրեն եւ ուրեմն այս մարդիկ այս բաներից ելնելով, ես խոսքը իհարկե առաջնահերթ ուղղված է լրագրողներին, ընդդիմադիր դաշտին։ Նրանք այդ կատեգորիաներով են առաջնորդում։ Ապա դուք մեծագույն սրբապղծություն եւ մեղք եք գործում, որովհետեւ դուք հանրությունը, հասարակությունը շփոթեցնում եք եւ մոլորեցնում եք։ Ձեր ապատեղեկատվությամբ։ Ձեր ապատեղեկատվությամբ։ Հետևաբար սիրելիներ, Տեր Արամը, Տեր Տարոնը, նրանք քահանաներ են, ինչպես մյուսները, որոնք նմանապես Կտրիչ Ներսիսյանի ձեռքից, այսպես ասած, վռնդվել են, ապօրինաբար եկեղեցուց, նրանք բոլորը հոգևորականներն են, եթե նրանք մնացել են իրենց հոգևոր առաքելության մեջ, եթե նրանք Աստծուն են հավատում, եթե նրանք ուխտը չեն դրժել, հա, չեն արել ոչ մի բան, եթե նրանք մնացել են իրենց կոչման մեջ, թեկուս կատակոմբաներում են գործել, հա, այդ կարգավիճակով գործել են, բայց ուրեմն նրանք բոլորն են հոգևորականներ են եւ այստեղ ոչ մի խնդիր չկա, եթե դու գնում եք եւ իրենց ձեռքից հաղորդություն եք ընդունում կամ նրանք մասնակցում են պատարագի։ Հիմա պետք է տալինում է այս պատարագը, որ պետք է լինի։ Իմիջիայլոց երեք նաեւ խառնել են այդ բանի Տալինի պատմությունը, որ ողջունել է Վազգեն arczepiskopos Միրզախանյանը Փաշինյանին։ Սա էլ միացրին այդ ռոլիկի մեջ։ Տեսեք ինչ կեղծարարություն, այս մասին ուզում եմ խոսալ, հետո գանք Տալինի արդեն եկեղեցուն։ Ինչ կապ ունես այս պատմության հետ, որ անցել գնացել է, այս բանն է սպերել, այս հարցը մեջտեղ, երբ որ Սրբազանը այստեղ կոնկրետ խոսում է, շատ կոնկրետ հարցերից է խոսում։ Հիմնվելով Աստվածաշունչ մատյանի վրա եւ եկեղեցական կանոնակարգի վրա։ Իսկ Տալինի եկեղեցվո մեջ հիմա պիտի շահարկեն, ասեն, ահա, արդեն երկու կարգա լույս քահանակա, չգիտեմ, մինչև այդ Տեր Թադեին կարգալուց կհրճակեն թե ոչ, բայց պետք է շահարկեն։ Պետք է շահարկեն եւ էլի պիտի լրագրողները, այս նույն լրագրողները, այս ապուշները հավաքվեն այնտեղ եւ պետք է շանտաժեն մարդկանց, պետք է մարդկանց զզվելի բաներ ասեն, դեմագոգիայով զբաղվեն, հերուրանքներ տարածեն, այսա պիտի անեն։ Ուրիշ բան խո չեն անելու։ Հետևաբար սիրելիներ, ես կրկնում եմ, իմ դիրքորոշումը միշտ եղել է մի բանի մեջ։ Ես տեսել եմ այս հարցի լուծումը միայն պետական գործիքակազմը, որ պիտի միացնես, որտեղ ինքը ինձեւի մարդ է, ասում է եղունգները, որ պլաստիկագուպցիով քաշենք, չի բերկեն այդ աթոռի, չի գնալու։ Նույնիսկ որ եղունգները քաշենք, ասում է, չի գնա այդ տականքը, այդ աստիճանի կեղտ է նա։ Նա մտածում է, որ այս աթոռի վրա ինքը պիտի մեռնի, բայց չի գնա։ Իրենն է պատկանում, իր սեփականությունն է, փող է վճարել, դրամը փող է տվել։ Եվ դրա համար ասում է, որ չեմ կարող այդ աթոռից վեր կենալ։ Այսօր դա է մի զզվելի տեսարան տեսանք, չէ՞։ Իհարկե, ինչը սպասենք։ Ես, հա, մի բան էլ ասեմ, որ նոր գանք արդեն Եզրաս Բուրջո Կարո, ոնց անվանեմ դրան, չգիտեմ, սպորնիկին, Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի չառաջնորդին։ Բայց Կտրիչ Ներսիսյանը ուրեմն այս բոլոր բաները, որ արել է, այս կեղտոտությունները, հիմա մտածում է, որ ինչպես անի երկարաձգի իր ժամանակը, հա։ Բայց բազում նախնյութեր կան, նախ գործեր կան քրեական իր վրա։ Եվ ես ուզում եմ այստեղից ուղղել երկրի վարչապետին։ Պարոն Փաշինյան, Կտրիչ Ներսիսյանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության գործակալը։
Եվ սա պատմական իրականություն է եւ փաստ 70-ական թվականների սկզբից է։ Նա վերբովկա եղել, իսկ 79 թվականին նա արտաքսվել է, դեպորտ է եղել Գերմանիայից հենց իբրև սովետական գործակալ։ Ուրեմն ինչի եք մենակ Եզրասի մասին ասում, որ ինքն է գործակալ։ Ոչ, ես ձեզ գոնե առնվազն մի քանի հոգիներ տամ, ում համար որ ես կարող եմ ստորագրել, որովհետև ինձ այս մասին տեղեկացրել է հարկ եղած դեպքում ես կասեմ, այդ մարդու զինվորական աստիճանը, նա ռուս է։ Ես ամեն ինչը կասեմ, ով է։ Ինձ այդ ինֆորմացիան փոխանցել։ Կոնկրետ ցուցակը հայաստանյաց եկեղեցու գործակալների։ Ես ունեմ բոլորին գիտեմ, ով ինչ է, ինչով է զբաղված եղել, ինչ գործեր են արել նրանք, եւ շատ կոնկրետ հիմա ես մի քանի հոգու մասին կոնկրետ այստեղից ասել եմ։ Դա Գարեգին Բես Սատանան է, Եզրաստն է, Պարքևը գրեույց է։ Պարքևը գրեույց է։ Եթե Եզրաստն ու բանը Գարեգինը ֆեյսբեշնիկ են, նա գերեուի բանն է, սանն է, Պարքևը։ Եվ Բագրատը։ Էլի կան, բայց չեմ ուզում ստեղից ասել, թեև գիտեմ, անուն ազգանունով, ենով որ լսում է լավ գլխի կնգնի, բայց ես մարդկանց շատ կոնկրետ կարող եմ ասել, ասողը գեներալ է, երբ որ Մոսկվայում ծառայել եմ ես ունեցել եմ մի հատ լավ բարեկամ, այդ բարեկամը եղել է ռուս, բայց այդ բարեկամը ինձ ծանոթացրել է մի անձնավորության հետ, որ հրաշալի անձնավորություն էր, գեներալ էր այս հատուկ ծառայությունների, նույնիսկ ինքը ինձ պատմել է, նստել ենք սրճարանում, թե Ալլա Պուգաչովային ինչպես է ինքը դաբրոցների կանչել, այն սովետական միության ժամանակ, բայց ինքը շատ լավ մարդ էր, ես ձեզ ասեմ, ինքը մահացել է, բայց իր որդին եւ դուստրը ողջ են, որդին ներքին գործերի նախարարության համակարգում է, դուստրը քննչական կոմիտեի։ Այդպես ընտանիք էր։ Կուզեմ ասել, որ այս մարդը մի անգամ ինձ մի հարցով օգնել է Ռուսաստանում, երբ որ ապրել եմ Ռուսաստանում, ես ունեցել եմ PMJ, Постоянное место жительства։ Ես մի տումնավոր ռուսական անձնագիր չէի վերցնում, եւ միշտ ասել եմ, որ ես եթե հայկական անձնագիրը փոխեմ, ես միայն փոխելու եմ եվրոպականով։ Այդպես էլ Աստծո կամքով հաջողվեց դա, որ տեղի ունենա։ Եվ ուրեմն գնացել եմ իմ գրանցման վայրի այս բանը, ինչ են ասում այդ միլիցիայություն են ասում, զիվիլ են ասում, ու դրանք սկսել են բան, թե նվերել եմ տարել բան, ֆոկուսներ են սկսել անել։ Ես ստիպած իրեն զանգեցի, որտեղ պիտի ճամփորդեի, չէին դնում կնիկը, որ պետք է ամեն 5 տարի մեկ վավերացնեին, որ թարմացնեին։ Ասեցի սահմանի վրա խնդիր կլինի, հա, դուրս եմ գալու երկրից, թե վիզան բանը անձնագրիս մեջ էր, բայց վիտնաժի PMJ էր դա, ցույց է տալի։ Զանգել եմ բան, իրեն ինքը մեկ հատ զանգ արեց։ Կենտրոնական գրասենյակ գլավկը ես գնացի, այդ օրը իրանց մոտ աշխատանքային օր չէր։ Գիտեք ոնց են ինձ դիմավորել։ Սուրճով, չգիտեմ, խնձորով, սեղան են գցել եւ ասել են батюшка, почему вы звонили? ФСБ генералу Ивану Васильевичу, а что я говорю, мне делать было? Вот такие работники у вас. Պետը կիներ, որը զբաղվում էր օտար երկրացիներով, հա, ես դե Հայաստանի այն ժամանակ քաղաքացի է։ Վազելով տարել է անձնագիրս այդ PMJ-ի առանձին գրքուկ էր, փեչատը խփել էր, բան, բերել էր, ինձ հանձնել էր։ Ես էլ իր մի հատ ֆրանսիական դուխի նվիրեցի, ասի, բայց ասեցի սա անում եմ, որպեսզի մյուս անգամ հեն մարդուն նեղություն չտամ։ Ամեն անգամ զանգ տալ։ Չի ասում, կարիք չկա, ես արդեն ձեզ ճանաչում եմ, ցանկացած հարցով եկեք իմ մոտ։ Դուք դեք Ռուսաստանի հորի բարքերը ինչպիսին են։ Ես ինչ եմ ուզում պատմել։ Այդ անձնավորությունը ողորմի իրեն։ Ինքը ինձ տվել է այդ ցուցակը։ Հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների, որոնք պատկանում են այդ հատուկ ծառայություններին։ Անուն ազգանունը ես այդ մարդու չեմ կարող գաղտնազերծել առանց իր ընտանիքի անդամների թույլտվության։ Բայց կգնում եմ, որ հակ եղած դեպքում այդ բանին կդնեմ։ Ուրեմն, այս մարդիկ արդեն իսկ լյուստրացիայի ենթարկվել են։ Նրանք այդ ծառայության հետ կապ ոչ թե մենակ ունեցել են, այլ նրանք աշխատել են եւ աշխատում են այդ կառույցի վրա։ Հետևաբար, ինչ գործ ունեն նրանք Հայաստանյաց եկեղեցու մեջ։ Այստեղից ուզում եմ հարց տալ։ Չէ՞ որ վարչապետը ասել է եկեղեցում ինչ գործ ունի KGB-ի գործակալը։
KGB-ի գործակալ ասեց եկեղեցի է, իհարկե ոչ։ Ուրեմն բացի դրանից, որ Կտրիչ Ներսիսյանը պորնիկ է, բառից բուն իմաստով եւ փոխադարձ։ Ինքը ոչ մենակ շնացող այլանդակ սոդոմական մեղքերով տարապողտականք է, նաեւ ինքը շպիոն է, ռուսական։ Ես չեմ խոսում մնացյալ բոլոր իր հանցագործությունների մասին։ Ուրեմն ինչին ենք սպասում պատկան մարմինները, ականջներից վերցեք դուրս շպրտեք իրեն այդ խուլիգանին մայրաթորից, ինչ գործ ունի այդ հանցագործը այնտեղ։ Մի վարքյան ինքը չպիտի մնա այս աթոռի վրա։ Ես այստեղից հայտարարում եմ, Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռացվի մայրաթորից 1 վարքյան շուտ։ Հիմա Տալինի եկեղեցում այս կիրակի օրը աստորեն 2 օր մնաց, հա, եթե այսօր չենք հաշվում։ Պետք է տեղի ունենա Աստվածածնի եկեղեցում Սուրբ եւ անմահ պատարագ եւ աղոթք պիտի մատուցվի նաեւ մեր հանգուցյալ հոգիների համար, մեր հարազատների, մտերիմների հանգուցյալ հոգիների համար։ Ուրեմն ինչ ենք մտածում։ Այս մարդկանց ումը որ այսօր այդ հանգուցյալները, հա, պատարագը մատուցվելու է։ Նորից պետք է այս տականքները իրենց հարազատներին, մտերիմներին ասեն, որ դա սրբապղծություն է տեղի ունեցել, որ հոգեանգիստ են կատարել։ Այս այլ ուզում էի ձեր ուշադրությանը հանձնել, որ դուք պիտի ձեր աչքերով պիտի տեսնաք ու չհավատաք, ձեր ականջներով պիտի լսեք ու նորից չպիտի հավատաք։ Ձեր լսածին, որ այս մարդիկ ընդունակ են նույնիսկ այդ ձևի ստորությանը եւ սրբապղծությանը նման հայտարարություններ անելու։ Այսինքն իրենց համար կարևորը իրենց նպատակներին կեղտոտ, անբարոյական նպատակներին հասնելը, ամեն գնով են պատրաստ հասնել։ Իսկ այնտեղ իրական արարողություն է կատարվելու։ Աստված ընդունելու է այդ պատարագ։ Այնտեղ է ընդունում։ Էջմիածնից գնացել է Սուրբ Հոգին, ձեզ ասել եմ ես։ Գնացել է այդ Սուրբ Հոգին, որովհետև Էջմիածնում մարդիկ անմաքուր են։ Չեն հավատում։ Coca-Cola-ով պատարագ են անում։ Coca-Cola-ով պատարագը անողը կարող է շարունակել եկեղեցում ոչ։ Նրան պիտի եկեղեցին նզովի։ Մերոնը, եթե դու տվել ես կնգան Ռիմա խողարարին, որը էփի, հետո կապիկություն ես արել, կանգնել ես այնտեղ, դերասանություն ես արել, իբրտե մերոն ես էփում։ Եպիսկոպոսական ես դասով։ Այս ոչխարները կանգնել են այնտեղ ու իրանք ձև են արել, որ նրանք մերոն են էփում։ Իրա այդ բաները, հա, պալատական եզերը։ Ես նրանց եմ ասում։ Մնացածը երևի չգիտեին, որ դա այնտեղ Ռիմայի արդեն նախապես Ռիման բզագատով կան արել է, էփել տպել է, պատրաստել է։ Գիշերով կացայով կացայի մեջ լցնողները, ուրեմն դույլերով բերում էին տղաները, ջեմարանի սաները։ Գիշերով մութ գործ են արել, որովհետև գիշերով են լցրել այդ կացայի մեջ, որ թատրոնը առավոտյան բացվի։ Բա պիտի հյուրեր գային, չէ՞, Սփյուռքից հարուստներ, որ Կտրիչը փող քաշեր։ Եվ խափեր հետո բոլորին, ասել, որ դա մերոն է, Ռիմայի էփած է ճաշը ու բաժաներ։ Այս սա է սրբապղծություն, բայց մի լրագրող այսքան այս մասին խոսվեց, չէ՞, տարբեր տաղավարներից, տարբեր պաշտոնական կայքերից, եւ Սիվիկից խոսվեց, եւ Հայկական ժամանակից խոսվեց։ Եվ ես խոսեցի քանի անգամ։ Եվ բլոգերները խոսեցին ճանաչված Հայաստանում։ Մեկ անգամ ես ընդդիմադիր լրագրողները դուք չգնացիք մայրաթոր եւ չհարցրեցիք, արդյոք Գարեգին երկրորդ կաթողիկոս, արդյոք դա ճիշտ է, որ Ռիման խողարարը էփել է մերոն։ Արդյոք դա ճիշտ է, որ ձեր եպիսկոպոսներից մի քանիսը իմ ասնավորի ձեր քրոջ որդին, որը հիմա ճաղերի ետևում է, Coca-Cola-ով պատարակ են մատուցել։ Ինչի՞ չեք հարցնում։ Դա սրբապղծություն չի։ Դա արդար գործ է։ Այդքան պիտի շեր անեք։ Այդքան պիտի այս նյութը տարածեք, որ ամբողջ հայությունը լսի այս բանը։ Որպեսզի այդ լրագրող կոչեցյալ այս ամբողջ մեդիա դաշտի բաշխարունները, որոնք փողի դիմաց հոգին սատանային ծախել են, որոնք փողի դիմաց Հայաստանը պատրաստ են նվիրել Ռուսաստանի Դաշնության ցանկացած սցենարով իշխանությունը, որ տապալվի, ժողովուրդը զոհվի, ամեն ինչը որ տեղի ունենա, դժբախտությունը, մենակ թե նրանք փող աշխատեն։ Բայց անունը դնեն, որ դրանք հայրենասեր մարդիկ են։ Այդ էլ կա։ Կամ նման կեղծավոր հայրենասերներ, մեկին էլ գիտեմ, Ռիգայում է ապրում։ Մեղկանում եմ իրեն, թե չանունը կտայի։ Կեղծավոր փարիսեցիներ են։
որոնք լեզվի վրա են, հայրենիքը սիրում, բայց իրական որևէ բան, անպետք մարդիկ են, ոչ մի բանով պիտանի չեն, Աստծուն չեն ճանաչում և չեն ծառայում, հետևաբար սիրելիներ, կրկնում եմ այստեղից ևս մեկ անգամ, դիմում եմ բոլոր մեդիա դաշտի ներկայացուցիչներ, պատրաստ եմ ձեզ հետ հարցազրույցի, ցանկացած լրագրողի հետ, ամենաթունավոր այդ ամենակեղտոտ հարթակում, պատասխանել ձեր ցանկացած հարցին, նամանավան ձեզ ուզող հարցերի, այսքանը, ուրեմն կրկնում եմ, աջակցելու ենք այս կիրակի օրը, սատարելու ենք այն քահանայերին, որոնք Աստծո ծառաներն են, որոնք իրական հոգևորականներ են, մենք ամեն ինչ անելու ենք, որ եկեղեցին մաքրվի, բայց առանց Նիկոլ Փաշինյանի, առանց այս միջամտության, պետական կառույցների և մասնավորապես ուզում եմ ընդգծել պատկան մարմինների այս հարցը չի կարող հանգուցալուծվել։ Այսքանը եւ կարճ աղոթքով վերջացնենք, կխնդրեմ շատ տարածեք։ Աչ նարարչական, բազուկասպրճական, սուբխաչը տերունական լինի ձեզ պահաբան, այսում հետև մինչև հավիտյան, ամեն։ Հիսուսի շնորհը, սերը, ողորմությունը, քաղցրությունը լինի ձեր վրա, եւ Տերը եղեցի ձեզ եւ ընդամենության ամեն։